Պարոն Փայտյան, երկու շաբաթից ավելի արդեն քարոզարշավ է ընթանում, ինչ խնդիրներ եք տեսնում եւ արդյոք որևէ խնդիր կա այս բային։ Այո, արդեն երկրորդ շաբաթն է, ընթանում են քարոզարշավները, խոչընդոտների չենք հանդիպում, գործող իշխանության կողմից այո, վարչական լծակները օգտագործվում են, բայց մեր ժողովուրդը արդեն քաջ գիտակցում է, իր ընտրությունը կատարել է եւ տեսնում են ինչ է կատարվում, արդեն քարոզարշավը գործող իշխանության կողմից վերածվել է շոուի, հա, այսպես ասեմ, եւ մեկը մյուսին փնովելով, բամբասելով, զազրախոսություններ անելով, բայց դա մեզ չի խանգարում, մենք մեր քարոզարշավները իրականացնում ենք եւ բնականաբար խնդիրները գույքագրում ենք, տեսնում ենք տարբեր տեսակի խնդիրներ կան, տարբեր համայնքներում, տարբեր վարչական շրջաններում, խնդիրները գույքագրում ենք, անցնում ենք առաջ, մենք մեր քարոզարշավը նորմալ պատշաճ մակարդակով անցկացնում ենք, բայց հուսանք լավ կլինի։ Իշխանության տեխնացուն դժգոհում է, որ բանավեճի չեն գնում ընդդիմադիրները իր հետ, օրինակ ինչու չեք գնում։ Մեր բանավեճի չգնալը պայմանավորված է զուտ այն հանգամանքով, որ բանավեճը սարքել են շոու եւ այսպես հայերեն ասած կիսուր կեսրարի բամբասանք ա դարել, մեկը մյուսին փնովել, մեկը մյուսին վիրավորել, իսկ բանավեճի նպատակն է այս ժողովրդին ապացուցել, ով ինչի է պատրաստ, ինչ խնդիրներ կարող է լուծել, միմյանց հետ բանավեճը դա է, ոչ թե միմյանց վիրավորանքը եւ այլն։ Հիմա իշխանության տեխնացուն ասում է շատ գործեր արվում այստեղ, ինքը վստահ է, որ անցնելու է, մեծամասնություն է լինելու համայնքում, այդ վստահությունը որտեղից է եւ այն գործերը, որ այս ընթացքում իրականացվել է, դուք ինչպես եք գնահատում։ Դե աշխատանքներ կատարում են, բայց ժողովրդին հետաքրքրողը ասֆալտը չէ, մանկապարտեզի կառուցումը չէ, մյուսը չի։ Ժողովրդին հետաքրքրող այն է, որ այս թանկացումները, որ օրեցօր ազդում են այս ժողովրդի վրա եւ ժողովուրդը չի կարում, գոյատևում է, ընդհանրապես գոյատևում են։ Բոլորը շուրջ բոլորում ամեն ինչը թանկացել է, խանութներն ու տնտեսական ապրանքներն են թանկացել, ամենօրյա սպառման ապրանքներն են թանկացել։ Ժողովրդին հետաքրքրում է իր գյուղացուն, հետաքրքրում է իր գյուղատնտեսական նշանակության մթերքը արտահանելը, վաճառելը, որը իր ապրուստի միջոցն է։ Այսինքն ներեք, դուք որ շփվում եք, գնում եք քարոզարշավի, տեսնում եք մարդկանց խնդիրները, որ ձեզ ներկայացնում են, ավելի շատ այդ սոցիալ-տնտեսական հարցերն են։ Այո, սոցիալ-տնտեսական եւ գյուղատնտեսական եւ անասնաբուծության ոլորտներում բոլոր տեղերում խնդիրներ են։ Ջերմոցային տնտեսությունով զբաղվող գյուղացին ջերմոց կառուցելու փոխարեն մի ամիս զբաղվում է միայն թղթաբանություն կահավորելով, վճարումներ անունելով, չափագրումներ անելով, սա է ժողովրդի հոգսը եւ ոչ միայն սա, անասնաբուծությունով զբաղվողները սպանդանոցների հետ են խնդիրներ առաջանում, ժողովրդի հող մշակողները դեղորայքի խնդիր չունեն, պարարտանյութերի խնդիր ունեն, այս գլոբալ խնդիրների մասին է խոսքը, այս գլոբալ խնդիրները պետք է լուծվեն, ոչ թե ասֆալտը, իսկ այս խնդիրները լուծվելու արդյունքում եւ բյուջեն, տեղական բյուջեն սենց կլծվի, որի արդյունքում եւ ասֆալտը կկառուցեն եւ մանկապարտեզը կսարքեն, իսկ ումա պետք է այդ մանկապարտեզը որ սարքում են, եթե ծնելիությունը նվազել է, ժողովրդի արտահոսքը շատացել է այլ երկրներ կամ այլ բնակավայրեր, երեխաներ չկան, որ գնան մանկապարտեզ, դպրոց եւ այլն։ Այս խնդիրների ժողովրդի ցավը լուծելուց հետո, եթե բյուջեն ինչ որ չափով ավելանա, այդ դրա արդյունքում կարող են եւ մանկապարտեզ սարքել, եւ դպրոց սարքել, եւ ասֆալտապատում անել։ Այո, պետք են, դրանք են պետք, բայց առաջնայինը պետք է ժողովրդի գրպանից այս իշխանությանը հանել։ Պարոն Փայտյան, իշխանության տեխնացուն Արգիշտի Մեխակյանը ձեզ մեղադրում է, որ դուք ընդամենը 1500 ձայնի խնդիր եք լուծում, որպեսզի անցողիկ շեմը ապահովեք։ Արդյոք այդ խնդիրն եք ձեր առաջ դրել։ Մենք մեր առաջ դրել ենք խնդիրը հաղթելու, բացարձակ հաղթության մասին է խոսքը, 1500 ձայնը դա ասեկոս է, այդպիսի մենք 1500 ձայնի համար նույնիսկ այս ընտրություններին սկի չէինք էլ մասնակցի, իսկ ինչ մնում է Արգիշտի Մեխակյանի ասած խոսքին, դա ապատեղեկատվություն է, այդպիսի բան եւ կուսակցությունում եւ մեր թիմում երբեք չի խոսվել եւ չի էլ խոսվի, վստահ եմ, արդյունքները ցույց կտան ամսի 16-ից հետո, կտեսնենք, իսկ իրենք որպես գործող իշխանություն արդեն չեն էլ կարողանում ձայն հավաքեն, տեսնում են, որ չեն կարող ձայն հավաքեն, դռնեդուռ
արդեն ման են գալիս, իրենց լծակներն էլ արդեն իրենց չի բավարարում այդ ձայները հավաքելու համար։